Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկլուսի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ 2016 թվականին պետական պարտքը կարող է մոտենալ 50%-ի ռիսկային շեմին։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքերով, ընդհանուր դինամիկան շատ տխուր է։ Նա հիշում է, որ 2014-ին ունեինք 3.7 միլիարդ դոլարի, այս տարի 4.4, իսկ 2016 թվականին նախատեսվում է 4.8 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտք։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միանում է սահմանադրական բարեփոխումների ԱՅՈ-ի ճակատին։ Այդ մասին հայտարարել է Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Չնայած այս որոշմանը նա գտնում է, որ սահմանադրության նախագիծը թերություններ ունի։ Նոր սահմանադրության մեջ ուզում է ներառել համասեռությունը, որ անչափահաս երեխան իրավունք ունի իրեն ծնողին դատարանի միջոցով իրեն իրավունքը պահել եւ այլն եւ այլն։ Եթե գործող սահմանադրության համաձայն պետությունը կոչված է ապահովելու մարդու էկոլոգիապես մաքուր միջավայրում ապրելու իրավունքը, ապա նոր նախագծով պետությունը միայն խթանելու է դա։ Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով, սա ոլորտի մասնագետներին ամենաանհանգստացնող դրույթներից մեկն է։ Այստեղ բոլորս էլ կարող ենք խթանել, կարող է ստացվել, կարող է չստացվել։ Ըստ Gallup International ընկերության սեպտեմբերին արված հարցման, հայաստանցի ընտրողների միայն 42%-ն է պատրաստ մասնակցելու սահմանադրական հանրաքվեին։ Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը նշել է. 44% ունենք, ովքեր դժվարացնել են պատասխանել այս հարցին։ Կարծում եմ, սա այս այն զանգվածն է, որի վրա պետք է իրենց ուշադրությունը դարձնեն եւ դեմ եւ կողմ քարոզողները։ Ստեփանակերտի օդանավակայանում այնպիսի սարքավորումներ կան, որ անգամ Բաքուն եւ Երևանը չունեն։ Այնինչ ԼՂՀ օդանավակայանը չի աշխատում։ ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը վստահեցնում է, որ իրենք պատրաստ են առաջին թռիչքին, որը սակայն հետաձգվում է։ Ես օպտիմիստ եմ, վախենում են, թե չեն վախենում, դրա մասին չխոսանք։ Այսօր Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը Արա Բուդաղյանի կալանավորման հարցով գանգատ կներկայացնի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը եւ եւս 2 ամսով երկարաձգել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը։ Այսօր Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց հատկապես վթարների մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին։ Հակառակ դեպքում ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Էրնստը, հետևելով իրավապաշտպան կազմակերպություններին, քննադատել է Թուրքիային նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների նկատմամբ վերաբերմունքի համար։ Մենք խորապես անհանգստացած ենք, որ լրատվամիջոցները եւ առանձին լրագրողներ, որոնք քննադատաբար են տրամադրված կառավարության հանդեպ, ենթարկվել են ճնշման եւ սպառնալիքների նախընտրական քարոզարշավի ժամանակ, նշել է Էրնստը։ Օրվա լրահոսը։ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի Տուլայի շրջանում վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, 48-ը վիրավորվել։ Շրջված ավտոբուսը պատկանել է King Deluxe ՍՊ-ին, որի ներկայացուցիչը պարզաբանում է տալիս անունը չհրապարակելու պայմանով։ Տնօրեն Արթուր Հարությունյանը կեսօրին մեկնել է Մոսկվա։ 2014 թվականի արտադրության Հագերտ մագնիսի ավտոբուսը, ինչպես միշտ անցել է տեղ զննում, ուղերձից առաջ անվարադողերը միանշանակ փոխված, վարորդները եղել է ցտապ, դժբախտ պատահարա, որի համար բնականաբար բոլորս ցավում ենք։ Ռուսաստանի իրավապահները քննարկում են 2 վարկած ավտոբուսի անսարքությունը եւ վարորդի ղեկին քնելու հանգամանքը։ 2 վարորդները ի դեպ չեն տուժել։ Նրանք Տուլայի ոստիկանությունում են եւ հարցաքննվում են իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Հետաքննությունը գնում են, կարծիքով կպարզեն, մեզ էլ հետաքրքիր, որովհետեւ ղեկին եղել են փորձառու վարորդներ։
Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով։ Նախարարը կմեկնի Մոսկվա ռուս գործընկերների հետ տեղում համակարգելու աշխատանքները։ Թեև վթարի պատճառները միայն վարկածներ են, ողբերգական դեպքը տարբեր քննարկումների առիթ է դարձել։ Մեր քաղաքացիները հաշվի են առնում նաեւ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների վիճակը։ Երևի անսարք ա եղել կամ ինչ-որ խնդիր ա եղել։ Վարորդն անսարքությունն էլ, ամեն ինչն էլ հիմա հետևողական չեն շատ հարցերում։ Շատ արագությունից է։ Ես դեմ եմ օրինակ, որ արագ են քշում։ Հոգնածություն, ոգելից խմիչքի օգտագործում, հանդիպակաց մեքենայի խանգարում։ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել, որում նաև իրավասու մարմիններին հանձնարարել է կարճ ժամկետներում վթարի պատճառների եւ ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր։ Հանրաքվեի թափանցիկության համար իշխանությունն արել է ամեն ինչ, օրինակ հրաժարվել է ընտրատեղամասերի պարտադիր տեսանկարահանումից։ Ցանկացած հոսանքի խափանումը առաջացնելու է ձեր մոտ հարց, այս ինչ տեղի ունեցավ։ Ցանկացած մարդ, որը պատահաբար հայտնվեց կամերայի առջև եւ փագեց տեսադաշտը, առաջացնելու է հարց։ Իսկ ահա ընտրացուցակների հրապարակումն արդեն ըստ պարոն Հարությունյանի ոչ մի կապ չունի քվեարկության թափանցիկության հետ, հրապարակելն անթույլատրելի է։ Ցանկացած ընդդիմադիր խմբակցություն խորհրդարանի ցանկության դեպքում եւ 2000 մարդ ունենալու դեպքում հանգիստ կարող է վերահսկել ամբողջ ընտրությունները։ Դավիթ Հարությունյանը կարիք ունի նաեւ, որ լրագրողներն իրեն բացատրեն, թե ինչ է վարչական ռեսուրսը, որի կիրառումով իշխանությունը կարող է անցկացնել Սերժ Սարգսյանի սահմանադրությունը։ Եթե դուք լսեք որևէ միտեղ պաշտոնական հրահանգ, երբ նա որպես վարչապետ իր ստորադասին հանձնարարություն է տալիս, դուք դրա մասին կարող եք ազատ խոսել։ Կառավարության պաշտոնյան համաձայն է, որ ԱՅՈ-ի շտաբի պետն այս պարտականությունները կատարելիս չի դադարում վարչապետ լինել, բայց Հովիկ Աբրահամյանը քարոզելու է ոչ որպես վարչապետ։ Ամենևին դա չի բացառում եւ չի արգելված եւ որևէ երկրում չի արգելված, երբ մարդը քարոզություն իրականացնում է ոչի պաշտոն է։ Դավիթ Հարությունյանն հստակ է ասում, Հովիկ Աբրահամյանը ԱՅՈ-ի շտաբի պետ է ոչ որպես վարչապետ եւ վարչապետը ոչ որպես ԱՅՈ-ի շտաբի պետ, հագուստի հարց է։ Ցույցնեք Ամերիկայի փորձը։ Եթե ենթադրենք քաղաքական պայքարում շերիֆը հանդես է գալիս իր շորերով, համարվում է, որ նա օգտագործում է վարչական ռեսուրս։ Եթե շերիֆը հանում է իր վրայից իր շորերը եւ չի ասում ես շերիֆ եմ եւ մասնակցում է եւ ասում է լրիվ նույն խոսքերը, համարվում է, որ դա վարչական ռեսուրս չէ։ Դավիթ Հարությունյանը համաձայն է, վարչապետը չի կարող մի հագուստը փոխել մյուսով եւ ցույց տալ, որ ԱՅՈ-ի շտաբի նիստերին ինքը վարչապետի հագուստ չի կրում։ Ոչ միայն Հայաստանում համաձայն եք, այլ երկրներում եւս չունի։ Կառավարության ներկայացուցիչը համաձայն չէ, որ վարչապետի ներկայությունը անհավասար մրցակցություն է հանրաքվեում, քանի որ ոչի կողմնակիցները նրա լծակները չունեն։ Ինչն էր խանգարում կառավարությանը իր արարողակարգային հանդիպումները անցկացնել 5 կահույքով կահավորված դահլիճներում ու հավելյալ 241 միլիոն դրամ չծախսել ոսկեզոծ պատերի ու կահույքի համար։ Դուրս է գալիս, որ աղքատ երկրի կառավարության դահլիճը ոսկե պատը։ Գեղեցիկ է ինչում ոսկեզոծ դահլիճ բառը, բայց իրականում խոսքը վերաբերում է ներեցեք գույնին, այլ ոչ թե ոսկուն։ Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի քննարկմանը Դավիթ Հարությունյանը նաև հայտարարեց, որ կառավարության դահլիճների վիճակը իսկապես ծայրահեղ վատ է, ինչը բացասաբար էր անդրադառնում երկրի վարկանիշի վրա։ Օրինակ իմ աշխատասենյակում կահույքը փոխված չէ Ֆազիլ Տաճատովիչից սկսած։ Մենք ունենք 1072 ծառայողական պետական մեքենա այս երկրում, որ սպասարկում է 1072 պաշտոնյայի, որը ունի 1072 վարորդ, որոնք օրական ստանում են 10 լիտր բենզին։ Մենք պետք է գնանք պետական ապարատը կրճատելու ճանապարհ։ Պատգամավորները իրենց հերթին դժգոհեցին ազգային ժողովում ստեղծված պայմաններից։ Ոչինչ, մենք պատրաստ ենք աթոռների սովորական կամ տաբուրետկաների վրա նստենք, աշխատենք, բայց նվազագույն պայմանները եկեք ստեղծենք։ Տիգրան Ուրիխանյանը ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին առաջարկեց պատգամավորի պահպանման ծախսից հանել 1 միլիարդ դրամ եւ ուղղել առողջապահական անհետաձգելի ծրագրերին։ Եթե 1 միլիարդ հանենք, աշխատավարձից բացի ոչինչ չի լինել։ Այսինքն հոսանք էլ չեք ունենա, ջուր էլ չեք ունենա, ինտերնետ էլ չեք ունենա, նիստերի դահլիճի լուսավորություն էլ չեք ունենա։ Ոչ, այդ ամենը կունենանք, չեն ունենա ոմանք այդքան շքեղ ծառայողական մեքենաներ, լիմիտավորված վառելիք, չէ արդարացված գործուղումներ։ Հաջորդ նիստում պետական բյուջեի քննարկումները կշարունակվեն սոցիալական, գյուղատնտեսական եւ բնապահպանական ոլորտների հետ կապված։
Լոռու մարզպետը վստահ չէ, որ իր ղեկավարած մարզում այոն կհաղթի։ Դեկտեմբերի 7-ը ամենից ցույց կտա։ Ինքը վստահեցնում է, որ ժողովուրդը հետաքրքրված է նոր սահմանադրությամբ եւ քվեարկության ժամանակ ակնկալում է ակտիվություն։ Մենք որևէ լծակ չենք օգտագործելու։ Շիրակի եւ Արմավիրի մարզպետերը դեռ հրահանգ չեն ստացել հանրաքվեում ապահովել այոյի հաղթանակը։ Մեր առջև դրվում է խնդիր մարդկանց իրազեկել, բացատրել։ Արմավիրի մարզպետը դեռ չի կարող ասել այոյի պարտության դեպքում ինքը հրաժարական կտա թե ոչ։ Եթե չանցա, իսկ դուք համոզված եք, որ չի անցնելու։ Այս մարդը զարմանում է, ինչու պիտի Արմավիրցի գյուղացին ոչ ասի նոր սահմանադրությանը։ Լրագրողները նկատում են, թեկուզ այն պատճառով, որ գյուղացու խաղողը վատ մթերվեց, փակվեցին փողոցներ։ Քանի անգամ է մեր գյուղացին փողոց փակել, ընդամենը մի անգամ։ Շիրակի մարզպետն այն մարդն էր, որը մի քանի օր առաջ համոզված էր, որ մարզում հաղթելու է այոն։ Կա եւ այսպես մտածող, կա եւ այնպես մտածող։ Չի կարելի միանշանակ ասել այսպես։ Շիրակում ոչի հաղթանակից հետո իր պաշտոնավարման նպատակարարության մասին մարզպետը դեռ չի մտածել, բայց կմտածի։ Դե չի լինի կնայեք կտեսնիկ էլի անցուվեց կայելի 6-ը կանցնի, հետո դրանից հետո խոսենք ինչը փախան։ Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Ֆելիքս Սոլակյանն իհարկե առաջին անգամ չի լսում, որ ընտրությունները Հայաստանում կեղծվում են։ Ես ասել եմ, ես կողմ չեմ այդպիսի բաների։ Ըստ նրա Շիրակը համենայն դեպս ընդդիմադիր մարզ չէ, իսկ Գյումրիում էլ կան ընդդիմադիր տրամադրություններ, ճնշել չեն պատրաստվում։ Այսինքն ոնց բանով ինչով են ճնշում, պրեսով են ճնշում։ Իսկ այս մարդն այսօր թորնիկ է ունեցել, նա հակում չուներ խոսել տեղամասերում բռնությունների եւ քվեներ կեղծելու մասին։ Առանց բույրի բաստուրմա տապակած սուջուղ գարի աղիքովներ Փերշիկ ու Պիստակով երշիկ հայաստանցիների համար այս անսովոր մսային տեսականին է առաջարկում սիրիահայ մսավաճառ Հակոբը։ 2-ից 3 շաբաթով Հայաստան ժամանած Հակոբը սիրիական պատերազմի պատճառով արդեն 3 տարի է ապրում ու աշխատում է Երևանում։ Ասի մեր, այսինքն բաբենական արեստն է, այսինքն իմ բաբիս ալեղերը, բաբաս ես այսպես աշխատում ենք։ Այնտեղ շատ ջանցված ենք։ Հալեպի մշտական հաճախորդները այսօր էլ Հայաստանում են գտնում նրան, քանի որ սիրիական խանութի տեսականուց այստեղինը չի տարբերվում։ Ամեն ինչը նույնն է։ Համեմունքները, գործը, վարվելագերբը, հաճախորդին եւ այլն, ամեն ինչը, ինչպես որ գիտենք, այդպես էլ աշխատում ենք։ Հակոբը չի մոռանում նաև մահմեդական հաճախորդներին դրանը փակցրել է։ Հալալ, սա նշանակում է, որ վաճառքում խոզի միշտ չկա, իսկ մնացած կենդանիները ոչ էլեկտրաշոկով են սպանվել, ոչ էլ սատկել են։ Շուկական գներից մի փոքր ավելի բարձր գինն էլ պատճառ ունի։ Որովհետև մենք միսը լավ ենք մշակում, ամենաառաջ, հետո մեջի ջիլերը հանում ենք, անասնացնում ենք, ավելի ենք վճարում, անասունը փերում ենք, որ լավ որակով անասուններ են։ Ամենը այսինքն քննված բժշկական թղթով եւ այլն։ Հալեպից հարևանների հետ մինչև այսօր կապի մեջ է, նրան զրույցներից դրական կանխատեսումներ չի անում։ Հոսանք չկա, ճուր չկա, վտանգի մեջ են միշտ։ Դժվար է, գազ չկա, վտանգավոր է։ Այսինքն կարողություն չունին, որ իրենք դուրս ելեն քաղաքեն, անոր համար մնացած եմ Թերմիջայում այնտեղ պատերազմի մեջ։ Քանի որ բիզնեսից էլ չի դժգոհում, ուստի Հալեպ վերադառնալու մտադրություն չի առաջանում։ Այստեղ ավելի լավ է, ամենտեղ հայերեն խոսենք, ժողովուրդը հայ են, իրար կհասկանան։ Հակոբն այսօր Վարձով է ապրում ու մտածում է հայրենիքում տուն գնելու մասին։ Նոր սահմանության նախագծում վեճեր են առաջացնում նախ եւ առաջ կառավարման համակարգին վերաբերող գլուխները։ Անդմության մի մասը, ինչպես հայտնի է, կարծում է, որ այդպիսով իշխանությունը ցանկանում է վերարտադրվել։ Սակայն հետաքրքիր է, որ այլ հարցերում նախագծի անդիմախոսների տեսակետները տրամագծորեն տարբեր են։ Մի մասը կարծում է, որ այդ նախագծով քանդվում է հայ ընտանիքը եւ հայ առաքելական եկեղեցին ու լայն հնարավորություններ են տրվում սեռական փոքրամասնություններին։ Մյուս մասը ճիշտ հակառակը համոզված է, որ այդ նախագծով Հայաստանը դառնում է կրոնապետություն։ Որ տեսակետն է ճիշտ, օրվա գլխավոր թեման։ Արդյոք հայ առաքելական եկեղեցին պետք է հեռու մնա պետության գործերից։ Քրիստոնեական կրոնապետություն բացի Վատիկանից աշխարհում գոյություն չունի։ Հայոց առաքելական եկեղեցու ունեցած ազդեցությունը հասարակության ներսում ենթադրում է, որ նա պետք է ունենա ազդեցություն նաև կայացվող որոշումների առավել եւս հոգեվոր ոլորտում կայացվող քաղաքականության վրա։ Աստվածաբանը պատահական չի համարում հայոց առաքելական եկեղեցու բարձր դերի մասին սահմանադրական դրույթի ամրագրումը։ Հայ ժողովրդի պետականացնության հիմքում ընկած է եղել քրիստոնեությունը։ Բացի այդ, հասարակության մեջ գերակշռում են ավանդական արժեհամակարգի կրողները։ Հաշվի չառնել որևէ կերպ, որևէ երկրի ներսում գոյություն ունեցող մեծամասնությունը, ես համարում եմ, որ դա ուղղակի տվյալ իշխանությանը կբերի
ծայրահեղ ծանր վիճակի։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մտահոգություն չունի, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակի 17-րդ հոդվածով հայ առաքելական եկեղեցուն տրվող բարձր դերի մասին նշումը իրավական անհավասարություն կառաջացնի մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Ըստ նրա, խնդիրն այլտեղ է։ Լրացուցիչ կետ կա, որ հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունները պետք է ամրագրվեն հուշագրով։ Այդ հուշագիրը պետք է հետաքրքրի Հայաստանի Հանրապետության բնակչության 90%-ին։ Ինչ հուշագիր է, չգիտեմ դա ինչ հուշագիր պետք է լինի, ինչ է ամրագրելու այդ հուշագիրը եւ ինչ պարտավորություններ է դնելու։ Իրարամերժ են նաեւ կարծիքները ընտանիք կազմելու Սահմանադրական դրույթի վերաբերյալ։ Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահի դիտարկմամբ նոր Սահմանադրությամբ հնարավորություն է բացվում Հայաստանին պարտադրել նույնասեռ ամուսնություններ գրանցել։ Եթե երկու տղամարդ մտնեն, գան դիմեն ԶԱԳՍ եւ փորձեն իրենց ընտանիքը գրանցել, հույս ունեմ, որ քանի որ հայ մարդիկ են աշխատում, կմերժվի։ Այդ մարդիկ հասան Եվրոդատարան։ Եվրոդատարան 81 հոդվածից ելնելով սահմանելու է, որ այդ մարդկանց պետք է Հայաստանը գրանցի։ Ես վստահ չեմ, որ Սահմանադրությունը կամ օրենքը պետք է անմիջապես հստակ փորձի կարգավորել խնդիրներ, որոնք կարող են բարոյականության եւ արժեքային այլ ճանապարհներով փորձել կարգավորել։ Նրա համոզմամբ կրոնական կամ սեռային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ իրականացնելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակական տրամադրությունները, ինչը Հայաստանում արված չէ։ Սահմանադրության նախագծի 16-րդ հոդվածում գրված է. Առաջին, Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Իսկ 17-րդ հոդվածում մեկը մեկին կրկնվում են հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին ձևակերպումները, որոնք առկա են գործող Սահմանադրության մեջ։ Շատ հնարավոր է իհարկե, որ Սահմանադրության մեջ որևէ եկեղեցուն առանձնահատուկ դեր տալը ճիշտ չէ։ Հիմնական օրենքը չէ, որ մեզ պետք է ուղղորդի դեպի հոգևոր կյանքը։ Մեր եկեղեցին պետք է ունենա այնպիսի հեղինակություն, որը հայերի մեծամասնությանը կկարողանա համախմբել իր շուրջը, անկախ նրանից, թե ինչ է գրված օրենքում։ Սակայն Հայաստանի աշխարհիկ պետություն լինելուն այս իրավիճակը կարծես թե ոչնչով չի խանգարում։ Մյուս կողմից այն պնդումները, որ Սահմանադրության նոր նախագծով հնարավորություն է տրվում այլ կրոնական կազմակերպություններին խեղդել հայ առաքելական եկեղեցուն, այդքան էլ հիմնավոր չեն։ Այո, կրոնական կազմակերպությունների մասին օրենքը բավականին ազատական է, բայց կարծում եմ այդպես էլ պետք է լինի։ Իսկ այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, հիմնականում ապահովում է խղճի ազատությունը, բայց դրա վերաբերյալ կան այլ կարծիքներ։ Ամեն պլյուսի զրուցակիցն է համագործակցություն հանուն ժողովրդավարության հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը։ Ստեփան, Հայաստանում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, գրված է ուրեմն Սահմանադրության նախագծում։ Որն է այդ թեզի վտանգավորությունը։ Ստեղ հստակ միտում է զգացվում, որ կրոնական կազմակերպություններ իրավական կարգավիճակը տարանջատվում է առաքելական եկեղեցի իրավական կարգավիճակից եւ դրա համար տարբեր հոդվածներ են նվիրված։ Եվ ես կարծում եմ, որ այդ թեզը, որ կրոնական կազմակերպությունները անջատ են եկեղեցուց, չի վերաբերում հայ առաքելական եկեղեցուն, եւ դա է հուշում նաեւ կրոնական կազմակերպությունների մասին վերջին օրենքի նախագիծը, որը չանցավ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության պատճառով, որտեղ այդ տարանջատումը իրավական արդեն իսկ դրված էր։ Եվ եթե մենք քննարկենք, հիմա ժամանակը չկա նաեւ այլ օրենքներ, ապա մենք կտեսնենք, որ այդ տարանջատումը ավելի է հստականում եւ այստեղ շատ հստակ միտում է զգացվում։ Եվ ես կարծում եմ, որ այլևս Հայաստանը ըստ էության աշխարհիկ երկիր չի։ Այսինքն Հայաստանը կդառնա կրոնապետություն Իրանի նման։ Հայաստանը կարող է դառնալ կրոնապետություն, գուցե ոչ Իրանի նման, գուցե Ֆրանկոյի ժամանակվա Իսպանիայի նման, եւ այստեղ նաեւ քաղաքական միտումներ գոյություն ունեն, որտեղ այդ ֆրանկիզմը հիմնված էր նաեւ եկեղեցու վրա, հա, կաթոլիկ եկեղեցու այն ժամանակվա, եւ այս process-ները, որ Հայաստանում կատարվում են, ապա նույնպես այդ եզրակացությունը ոնց որ ավելի առարկայանում է, հա, մենք ֆրանկիզմի մոդելին ենք անցնում, որտեղ եկեղեցուն կարևոր տեղ է տրված այդ իշխանական բուրգում։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր համագործակցություն հանուն ժողովրդավարության հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները 2008 թվականի նոյեմբերի 3-ին Մոսկվայում հռչակագիր են ստորագրել, պատրաստակամություն հայտնելով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները, որպես կարգավորման հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Մադրիդում առաջադրված սկզբունքները։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նոյեմբերի 3-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Նյութեր Ամեկ+-ի պահոցից։ 1997-ի նոյեմբերի 3-ին կյանքի 48-րդ տարում մահանում է Հանրապետական կուսակցության հիմնադիր պատգամավոր Աշոտ Նավասարդյանը։ Ազգային ժողովում այդ օրվա աշխատանքներն սկսում են նրա հիշատակը հարգելով։ Ի դեպ նույն օր առաջին անգամ պատգամավորի կարգավիճակով խորհրդարան է եկել Վանո Սիրադեղյանը։ Նույն օրը խորհրդարանը փոփոխություններ է անում Սահմանադրական դատարանի մասին օրենքում։ Պատգամավոր Դավիթ Շանազարյանն ասում է, որ օրենքը գործում է արդեն 1 տարի, սակայն ամենևին չի արդարացնում իրեն։ Նա առաջարկում է, որ ՍԴ անդամը չմասնակցի քաղաքական, կուսակցական եւ որևէ օրինաստեղծ աշխատանքի։ Նրան հասկացնում են, որ պետք է սպասի օրենքի երկրորդ ընթերցմանը։ 1998-ի նոյեմբերի 3-ին առևտրի եւ արդյունաբերության նախարարության փողերով Հայաստանում է ռուսական ճանապարհորդների ակումբ հանրահայտ հաղորդման հեղինակ Յուրի Սենկևիչը։ Վերջինիս մտքով էլ չի անցնում, թե Հայաստանում իր հետ ինչ հույսեր են կապում туриզմի զարգացմանը խթանելու առումով։ Նա ցնցված է ընդունելությունից։ У меня очень много друзей среди армян, поэтому может быть поэтому. 1999-ի նոյեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչապետ է նշանակվում հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը Արամ Սարգսյանը։ Նրա թեկնածությունն առաջարկել են Միասնություն խմբակցությունն ու Կայունություն խումբը։ 2000-ի նոյեմբերի 3-ին Երևանի մանկավարժական համալսարանի այցելում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որպեսզի հասկանա նախորդ օրվա հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանին քննադատած Վահան Բաբայանին։ Վերջինս խուսափում է որևէ բան ասել, նա ընդհանրապես հակված չէր որևէ շփման, ավելին շփոթված է։ Նախորդ օրը պարոն Բաբայանը ուսանողներին առաջնորդել էր կառավարության շենք եւ պահանջում էր վճարել իրենց կրթաթոշակները։ Մենք պետք է մեղադրենք առնվազն մեր երկրի ղեկավարությանը եւ հիմնականում երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նոյեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանի մասին իր նախորդ օրվա խոսքերն այլևս չպնդող Վահան Բաբայանին օգնության է գալիս իր բուհի դասախոսը։ Պրեզիդենտը ինքը չի կարողանում կատարել իր տված նախընտրական կամպանիայի խոստումները, փորձում է բռնի մեթոդներով ստիպել մարդկանց, որ նրանք լռեն։ Մենք արթնացել ենք քնից, հասկանում ենք, բոլորս սոված ենք, այն նայեք զիբիլների ցած են անում ժողովուրդը։ Չենք կարողանում դիմանալ, դանակահասել է ոսկորին, խեղդվում ենք, մեզ փրկություն ապետ։ Այս կանայք 2000-ի նոյեմբերի 3-ին 5-րդ օրն է նստացույցի են ի պաշտպանություն խոսքի ազատության։ Նախորդ օրը նրանք անցել են նաև հացադուլի եւ պահանջում են ազատ արձակել մի քանի օր առաջ անօրինական երթի համար ձերբակալված ռուս գործարար Արկադի Վարդանյանին։ Երթը կազմակերպեցինք մենք մայրերս։ 2001-ի այսօրը կրթության եւ գիտության նախարար է նշանակվում 2 տարի առաջ նույն պաշտոնից ազատված դաշնակցական Լևոն Մկրտչյանը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առանձնապես ցանկություն չունի նրան ներկայացնելու։ Լևոն Մկրտչյանն ես առաջարկում եմ կրթության եւ գիտության նախարարի թեկնածուները եւ արդեն նախագահ հրամանագիրը տվել, ինչպես գիտեք, ոչ թե հաշվի առնելով նրա դաշնակցական լինելը, ոչ թե տեղը տրվել է դաշնակցական կուսակցությանը, այլ մարդու, որը մասնագետ է։ Ինձ առաջարկ է արվել, ես համաձայնվել եմ այս պաշտոնում աշխատելու համար եւ մնում եմ դաշնակցության գործուն անդամ։ 2010-ի այսօրը Գալուս Սահակյանը հայտարարում է, որ եթե ՀԱԿ-ը լավ աշխատի, 2012-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով կմտնի ազգային ժողով։ Իսկ հանրապետականին հաջորդ խորհրդարանում Սահակյանը կանխատեսում է բացարձակ մեծամասնություն։ Ընդդիմադիր մի հասարակական կազմակերպություն նկատում է, որ հենց դրա համար էլ ՀՀԿ-ն արդեն սկսել է քարոզարշավը։ Ցանկացած քաղաքական ուժ մարդ, եթե ուզում է ռեյտինգը բարձրացնի, մի երկու բան պիտի հանրապետականին հասի։ 2012-ի նոյեմբերի 3-ին մի խումբ մարդիկ Սերժ Սարգսյանի հայտնությանը սպասում են հենց վերջինիս առանձնատան մոտ։ Նրանք Արամի փողոցի բնակիչներն են, որոնց տներն 8 տարի առաջ արդեն հանրային կարիքների անվան տակ հողին են հավասարեցվել։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանը նրանց խոստացել էր մի բան անել։ Ինչ եք որոշել, հարգարժան նախագահ, դուք ինքն եք ասել ճարտիկը նոյեմբերի 1։ Դա վախկոտի պես փախավ։ Չուզեց հանդիպել մեզ հետ մեր դիմումը վերցնել։ Մենք արդեն 7 տարի ադրսում ենք մնացել։
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը յուրովի եւ կարծում եմ շատ տրամաբանական ձևով է հիմնավորում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց այդ տրամաբանության դեպքում ոչ մի հանրաքվեել պետք չէ։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Եթե կառավարողները եւ ասենք տվյալ դեպքում կոնկրետ հանրապետության նախագահը գտնում է, որ սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կա, ուրեմն այդ анражештությունը կա։ Вихри враждебные веют над нами. Веют над нами, Владимир Ильич, веют. Так в бою роковой мы вступим с врагами. Вступим, Владимир Ильич, не сомневайтесь.